ուղարկեցին արդեն դոկումենտները։ Հաստատքները Բարգուն ձեզ։ Ստենա։ Շմարթը Մակնիշը չճշտվավ, չէ։ Մակնիշը Հա Հովո Այս մեծ ծառը չլներ էլի կգլորվեր։ Կռանը ստեյցա, չէ՞ բանը, ստեյ կռանը, էլի, տարածքի կռանը։ Էվակուատորի վարորդը արդեն դազմակի։ Դեք սպասում դեք ան։ Հուլիսի 16-ն է, Երևան Մեղրի ավտոճանապարհի դեպի Երևան ընթանալիս իրանական համարանիշներով բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին և փողաշրջված վիճակում հայտնվել ձորակում գետի ափին, բախվելով նաև ծառերին։ Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, այս պահին ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության վայքի հրշեջ փրկարարներն ու Պարեկային ծառայության Վայոց Ձորի մարզի գումարտակի պարեկները գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ փորձում են մահացածի մարմինը դուրս բերել, սակայն չեն կարողանում, քանի որ պետք է նախ հատուկ վերամբարձ կռունկներ, որպեսզի կարողանան մեքենան դարձի բերել։ Դեպքի մասին Պարեկային ծառայության Վայոց Ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի, Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, հիմա դուք տեսնում եք երկաթե ճաղավանդակներն են և երկաթե արգելապատնեշները, որոնք կոտրվել են, իսկ ահա մեքենան, բեռնատար մեքենան կարծես թե Հովո մակնիշի բեռնատար է։ Սուներն են երկաթե արգելապատնեշների, ինքը ոնց որ թե դիզվառելիք տեղափոխող մեքենա է, ոնց որ թե Հարությունյան, էսի դիզվառելիք տեղափոխող մեքենա է, բայց բարձված է։ Բիտում, հա, բիտում։ Ոչ թե դիզվառելիք, այլ բիտում։ Դիզվառելիք է տեղափոխում։ Բիտում, հա։ Հիմա այս պահին հենա, այստեղ են հենա
գումարտակի հրամանատարն է Վայոց-Ձորի բարեկային ծառայության վայքի հրշեջ փրկարարական ջոկատի ոնց որ հրամանատարն է, չէ՞ Ռուստամը։ Հա, վարչության պետ, તો պետք է վարչության պետ ելներ։ Վարչության պետի տեղակալ Ռուստամ Զորաբյանն է, չէ՞ Զորաբյան։ Հա, գեներալ լեգենդար Երիցյան Արմենի վախտվանից աշխատում է այս մարդը, այնքան կյանքեր է փրկել Ցոլակյանից ժամանակ, Երիցյանից ժամանակ։ Հիմա վայքի հրշեջ փրկարարները փորձում են հավանաբար հատուկ տեխնիկա բերվի, որպեսզի կարողանան մեքենան դարձի բերեն, որ մահացածի մարմինը մոտեցնեն դիատարին։ Հա, հովո մակնիշի բեռնատարը, տեսնում եք։ Ծառեր էլ կա, արմատից պոկված։ Խեղճ մարդը։ Իսել արջևի հատված, հա դիզվառելիքի արտահոսք էլ կա, բայց հեսա ոնց որ թե փրկարարները կարողացրել են դադարեցնել դիզվառելիքի արտահոսքը։ Բայն էսի փրկարարներն են վայքի, են աշխատում են։ Խցիկի մեջ է, չէ՞ մահացածը։ Չէ, էսա մահացածն է։ Էսա հիմա սպասում են փրկարարները, որպեսի վերամբարձ կռունկ այս ժամին որտեղ էս պետք է ճարեն, որ կարողանան մեքենան դարձի բերեն, որ մահացածի մարմինը դուրս բերեն։ Մենակա չէ եղել, ուղևոր չկա էլի հետը։ Չէ, մենակ։
Կադրը վառում է էլի։ Այս էլ երևի։ Շմարթը։ Բայց կռան ճարվել է գոնե։ Կռան ճարվել է գոնե տղերք։ Գոնե կռան ճարվել, հա։ Այս ժամին Հեսա խոսանք զանգենք քեզ։ Polis bu ekip gruplar burada dev bunun zerşarca yer verilmeye teberdir. Deylen hele bu Fosfatına kim şahsın? İrans bağını yapar. hiç göremeyipler. Dev çıkardan var. O adamı zaten. Zerşarlı indicası. Spar rabotun ortaya. Hazine yapalım. Bəli. İndi də gəlsə elə. Bilməm ki. İndi gəlsin çəksin. Hazinə də sabaha dözərlər, dözməzlər. Elə deyirəm, onda deyək indi. Bəli. Bəli. Yaxşı da qoyub gəlsin də. Bəli, bəli. Yaxşı da. Genə Nadirin O qıran eşkan vaxtı isti hastası. Eşkan, ona zəhmət. Genə o WhatsApp-ı ucuzda mənə zəhmət danışam. Onu zəhmətdir. Danış Nadirdə cərəyəndə qoyursan, internet üzrlər. İşi olsa məndən danışsın. Mən bəstiyək səhər gəlsin də. Yax, eybi yox. Yax.
Bəli, bəli, bəli. Yenə haradan şəhərlər, hərdə olur, danışaram. Sağ olasın. Mən də hərdə olur, adamı Güzel olar baba, olar kaplarandırlar. Belki ölmeyiz diye. Tez gelsin, ondandır. Այս պահին արդեն ներքին գործերի նախարարության, փրկարար ծառայության, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության եւ նույն վարչության Վայքի Երշեշ փրկարարական ջոկատի փրկարարները, մարզային փրկարարական վարչության պետ Հակոբ Սարգսյանի եւ մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Ռուստամ Զորաբյանի եւ Վայքի փրկարարների, Երշեշ փրկարարների գլխավորությամբ հիմա արդեն Վերամբարձ կռունգը ժամանել է դեպքի վայր, հիմա տեսնում եք, ահա Վերամբարձ կռունգը, հիմա պիտի փրկարարները մեծ դժվարությամբ մոտենան ճոպանները, հատուկ ճոպանները կապեն բեռնախցիկին, որպեսզի Վերամբարձ կռունգով բարձրացնեն ու փրկարարները կարողանան մարդացի մարմինը, որը արգելափակվել է բեռնախցիկում, դուրս բերեն եւ մոտեցնեն վիատարին։ Այս պահին Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի հանձնարարականով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է
մինչև որ փրկարարները իրենց աշխատանքներն իրականացնեն։ Տեսա վերամբար սկռունկը արդեն ժամանել է, ահա տեսեք, պիտի հիմա փրկարարները այդ հատուկ ճոպանները կապեն, որպեսզի մեքենայի առջևի հատվածը մի քիչ բարձրացվի վերև, որ մարմինը դուրս բերեն։ Հակառակ կողմում հիմա մյուս կողմում աշխատանքները կատարվում է հենց մարզային փրկարարական վարչության պետի գլխավորությամբ, ինքը այն կողմում աշխատանքներ կատարում երկու փրկարարի հետ, մյուս փրկարարներն էլ այստեղ են հիմա։ Տեղում արդեն նաև աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչները, մարզային վարչության պետի եւ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի հետ։ Խարշակներն են եկել, թեպետ այսօր գուցե հնարավոր չլինի անել, որովհետև երկու վերամբար սկռունկ է, մասնագետները նշում են, որ երկու վերամբար սկռունկ է պետք, որպեսզի մեքենան կարողանան դուրս բերեն։ Ահա տեղում են նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության վայքի բաժնի հերթապահ խումբը օրվա պատասխանատուի գլխավորությամբ, նշում էին, որ մոտ 20 տոննա բիտում է բարձված, դա արդեն մեծ կրանները պետք որպեսզի կարողանան դարձի բերեն։